Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ուզնալետիսի ճիշտ և օբյեկտիվ ընկալություն, որ ես գործը պայմանական ասած սովորական ոչ չի անկախանել չի։ Դուք ուզենակ ընկալեք սովորական գործ, մեկահանրության և միջդանի մասին նաև Հայաստանից, այն ընկալվել է որպես քաղաքական և ինքը ըստեյության քաղաքական գործ է, որովհետև այսօր այս կողմում նստած են քաղաքական գործիչներ։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանեք, ոնց ուզում եք պայմանական ասած փաթեթավորեն, որ սա օբյեկտիվ և որևէ ձևով ընդհանրություն ֆորմալ, ընդհանրակարգերով տեղավորվում գործ է, ոչ։ Առնվազն 3 հոգի գործող քաղաքական գործիչներ են և պարոն Խաչատուրովը նախկին պետական բարձրաստիճան պաշտոն է։ Այսինքն ոնց էլ ուզենաք, սա արդեն իր էության քաղաքական գործ է։ Եվ անցած նիստին ես դրա մասին եմ խոսում, որ ԵԽԽՎ-ի բոլոր 3 այս գործին վերաբերող բոլոր 3 բանաձևերով արձանագրված է, որ պետությունը իդեմս կառավարության ազգային ժողովի պետք է բոլոր գործադրի ջանքերը, որ քաղաքական կոմպոնենտ պարունակող հետապնդումները բացառվեն և դադարեցվեն, կենտրոնանան միայն 10 զոհերի հանգամանքների վրա։ Բայց ինչպես տեսնում եք, վերջի 7 տարի մենք մի քաղաքական հոդված, այսպես ասենք, 301-ը փոխարինում ենք մեկ այլ քաղաքական հոդվածով պաշտոնական դիրքի չարաշահումները։ Դրա համար անկախ դրանից դուք հիմա ոնց ուզենաք մեծ հորդորեք և այլն, մեկը ընկալում շարունակել է։ Դրա ապացույցն է նաև այն, որ ինչ ճիշտ ասած արդեն անհանգստանում եմ ձեր և իմ պաշտպանների հարաբերություններից։ Որովհետև եթե դուք այլ նիստերում իրար հետ կապանում նորմալ աշխատեք, ինչու այս նիստում չի ստացվում այդ նորմալ։ Այսինքն հասկանում եք, Եղևի ձեր մասնակցությունից քաղաքական երանգ եք տալիս ես քրեական գործին, քաղաքական երանգ կա։ Դուք եք տալիս եք ոչ, իսկ Տիկին Սահակյանը իդեպ քաղաքական գործերի մասնակցության մեծ փորձ ունի։ Այս գործով է։ Խնդրում եմ դա միշտ հիշել։ Եվ սա առաջինը։ Եվ նոր է հիմա այդ շրջանավերականի հետ կապված։ Մի հարց ճշտամ էլի։ Կարող եք ասել Ձեզ տրամադրեք։ Չէ, երբ այլ։ Ես դա տեսնել եմ Մերկագարի ազգային ժողովում։ Պարոն Նոյանի հետ մենք հաստատ աշխատել ենք դրա վրա։ Դատարանը երբ է ստացվել։ Դա դուք ձեր խոսքը ավարտեք դատարանը դրա շարունակությունն է։ Ավարտեք, չէ, ձեր խոսքը կավան չասեն։ Դատարանը պարտականություն չունի ձեզ։ Ես տեսնում եք, չէ, ես պարզապես հարցեցի, որտեղ իմ խոսքը ուզում եմ շարունակեմ պատասխանի վրա, եթե չկա, ասենք մի շաբաթ առաջ է եկել, 10 օր առաջ է եկել, հետ եմ ուզում պարզապես հասկանալ։ Եթե դա եկել ավերջերս, դա այսպես արձանագրեմ, ընդհանրել եք իմ, որտեղ նախորդ նիստին նմանատիպ տեղեկություններ դատարանը չուներ, ենթադրում եմ, եթե ունենալու ես տեղեկացներ, հիմա նայեք, ես որպես այս պրոցեսի մասնակից ողջամիտ կասկած ունեմ, կամ հիմնավոր կասկած, ինչպես կասենք քրեական վարույթի շրջանակներում, որ հունվարի 1-ից գործը արագացնելու կամ շաբաթը մեկ անելու ունի շատ մեկ այլ դրդապատճառ։ Քաղաքական պրոցեսները, որոնք նախատեսված են ազգային ժողովի ընտրություններով։ Պարոն Գևորգյան, շատ ուզենք էլ առավոտից իրիկուն նիստեր էլ անենք։ Չէ, մի վար։ Եթե առաջիկա անցնել, մինչև չենք ամեն օր եթե նիստ անենք չենք ավարտել։ Հիմա դա շարունակություն։ Բայց ուրիշ բաներ չեն հասցնի անել։ Նիստի այլ Ավարտեք։ Իմ որին համոզմամբ, որ սա արվում է հունիսի նախատեսված քաղաքական ընտրություններին ապահովելու քաղաքական տեսարաններ հանրային։ Մասնավորապես մարտի 1-ում, ոսեն բացի դրանից որ որոշ գործիչներ ովքեր այս պրոցեսով ներգրավված են ուրիշ բանով չստացվում։ Բայց մերի 20-ի դրությամբ է դատարանի տրամադրությունը։ Եվ ըստ էության արվում է դրա համար, որովհետեւ այս պրոցեսի մասնակիցները ուրիշ բանով չզբաղվեն, բացառապես դրան շաբաթը մեկ այստեղ եւ քաղաքական բոլոր պրոցեսների մասնակցություն սահմանափակվի։ Սա առաջինն է։ Երկրորդը հարգելի դատարան, ձեզ ուղարկել են 20 օր առաջ օրենքի նախագիծ։ 20 օր չէ։ 4 օր առաջ օրենքի նոյեմբերի 20-ը նկատում եք նախագիծ։ Հոկտեմբերի 3-ին, ԵԽԽՎ-ն ընդունել է հաստատ բանաձև, որը բացում է ընդհանրապես իմ օրինակի հիման վրա, Արմեն Գևորգյանի, բացում է այն
իրողությունները պետք է առաջնորդեն 46 երկրների դատական իրավական համակարգերը։ Եվ կետերից մեկը ասում է, որ ազգային ժողովի համապատասխան իրավասու մարմինները ցանկալի է, որպեսզի այս որոշման մասին իրազեկեն իրավապահ մարմիններին։ Մենք ազգային ժողով դիմել ենք հոկտեմբերի 20-ին իմ փաստաբանը առաջարկությունը, որ այդ բանաձևը ուղարկվի համապատասխան դատարաններ, որտեղ գործեր են քննվում։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, այս պայծառությամբ այդ բանաձև դուք չեք ստացել։ Որտեղ եթե դուք ստանայիք այդ բանաձևը, ապա այսօր չէիք ասի, որ ես 130 օր գտնվել եմ աղբան գործողությունների մեջ։ Այն բարձ պատճառով, որտեղ այնտեղ շատ հստակ գրված է, որտեղ հայեցողություն չի ցույց տան, ցույց չտան, գնա, չգնա։ Դա պարտավորություն է, որը պետք է Ամենուր հարցը չի քննարկվում։ Չէ, հիմա դուք քիչ առաջ ասացիք, որ դատարանը գնացել է Արցախում եւ դրանով պայմանավորված, որը որոշվել է։ Հիմա վերջի ամսվա ընթացքում իմ գործողություններով հետ կապված մենք դատական նիստերի վրա փոխել ենք։ Դրա համար իմ գործողման օրերը չեն կարող դատական նիստերի վրա ասել։ Օրինակ հոկտեմբերի 1-ը, դեկտեմբերի 1-ը ծնվել է նրա պատճառով, որովհետեւ դեկտեմբերի 3-ից 7-ը ես բացակայելու էի։ Հոկտեմբերի 30-ը նշանակվել է նրա պատճառով, որովհետեւ ես նոյեմբերի 3-ից 5-ն էի բացակայելու։ Այսինքն ուզում եմ ասել, եթե մենք օբյեկտիվ ենք խոսում, ուրեմն խոսենք բոլոր հանգամանքներով միջև դա։ Ինչ վերաբերում է ողջամտության։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր բան ավեջ գնաց արհեստական բանակարարության հետ կապված։ Ես այդ վարժությունը կանեմ հաջորդ նիստին դες տեղեկացրի։ Պարոն Քոչարյանն առաջ չէ, դուք եք ոնց որ թե ակնկալեցիք։ Ես օրինակ առաջարկեի բոլորին այս ալիքումը ստացնելին, այդ թվում դավակազին։ Միա արհեստական բանակարարությանը հարցնեք, ինչքան ողջամի, ինչքանով ողջամի մեղադրանք են բերել։ Չէ, դա միայն Չէ, արհեստական բանակարարությունը կարող որոշի, որ արդյոք այդ մեղադրանքում կարող լինել 850 վկա, 112 տուժող, այս բավարարի գործ եւ այլն։ Եվ իմիջիայլոց մի բան եմ ձեզ ասել։ Երբ որ այդ ամեն ինչ արվում էր 2018-19 թվականներին, ենթադրությունը եղել էր, որ երկրում իրավիճակ չի փոխվելու, 2020 թվականին պատերազմ չի լինելու, կովիդ չի լինելու, քաղաքական պրոցեսները գնալու են այնպես, ոնց այն ժամանակ են գնում նա ուռա, այսպես ասեմ, եւ դատական համակարգերում այս գործերը սենց հալածյորի պես անցնելու էր։ Բայց իրավիճակը փոխվեց։ 2021 թվականին Սահմանադրական դատարան որոշում կայացրեց։ Հիմա ողջամտությունից ենք խոսում։ Տիկին Սահակյանը 2021 թվականին դատարանում առաջարկել է գործի քննությունը կասեցնել եւ սպասել միջև համապատասխան դատական հաշվների որոշումը դատատարության բողոքարկման այցի հետ կապված։ Եվ ինչ ստացա։ Գործը քննվում էր 3 տարի, 3 տարի բերել են։ 3 տարի բերել են, վերջում դատավորի լիազորությունները կասեցրել են, մենք հիմա տալիս են նորից 1.5 տարի քննարկում ենք թույլատրենք, թե չթույլատրենք։ Այսինքն սա պայմանական ասած հարգելի դատարան։ Այնուամենայնիվ պետության, պարտականության, ողջամտության այն դեպքն է, երբ որ մենք կարանք այդտեղ ուրիշ հանգամանքներ ու կասկածներ տեսնենք։ Դրա համար երբ որ դուք ասում եք, դուք էսպես եք ընկալում, մենք ձեզ ասում ենք, օբյեկտիվորեն դա չի կարող այդպես ընկալվել, որովհետև այս քաղաքական գործի տրամաբանությունը ուրիշ ձևացնվել։ Երբ որ պետության ղեկավարները հայտարարություններ են անում այս գործի վերաբերյալ, հենց այս գործի վերաբերյալ, երբ որ դուք ասում եք, որ դուք չեք լսել, ես կարող եմ ենթադրել, որ դուք չեք լսել, բայց դա չի նշանակում, որ չի լսել դատախազը, չի լսել դատավորները, չի լսել ԲԴԽ-ի ղեկավարները եւ այլն, եւ մնացած բոլոր մարդիկ։ Այսինքն հանրային ընկալման մեջ այնուամենայնիվ արդեն ձևավորվում է այն ընկալումը, որ կա ինչ-որ հասարակություն եւ կոնկրետ ուղղություն։ Էս է խնդիրը։ Հիմա դուք ինչ ուզում եք արեք, այնուամենայնիվ։ Հիմա պիտի Սահակյան ձեր նույնիսկ գործով հանգիստ գալիս է, որովհետեւ այնտեղ լրիվ քրեական օրենսգրքով պայմանական ասած տարեն դուք գնում եք առաջ, իսկ ես գործով պայմանական դրել են ձեզ վրա, որ ասում են մենք Սահակյան ենք, թող դատավորի գլուխը ցավա։ Հիմա մենք չենք ուզում մեր գլուխն էլ ցավա։ Կներեք, արդեն 7 տարի ցավում է, ու չենք հասկանում ինչ անում։ Հիմա երբ որ դուք ասում եք իրանց ծանրաբեռնվածության մասին, ես դեպի բան ասեմ։ Այլեն, օրինակ ինչի իրանք, իմ դատապաշտպանը կամ իմ գործընկերների դատապաշտպանները,
պետք է նաև շաբաթը մեկ կամ չգիտեմ որոշ բարբերականությամբ մասնակցեն մի դատաքննության, որը ծերից դրավորինություն է։ Ասենք քաք հայցը այս գործով։ Ոչ կա մեղադրանք, ոչ կա մեղադրյալ։ Ոչ կա դատականություն։ դերևս խախայց չունենք, Չէ, ոչ չունենք։ Իրենք ունեն դատականությունն է ներկայացրել։ Այս մարդիկ չեմ, իվայր, այս գետացել։ Խնդրում եմ ենթադրեք։ Ես չեմ ասել եմ, որ դուք Հիմա ես որից եմ ասում։ Դուք ասում եք ծանրաբեռնա, դուք ես գործի վրա կենտրոնացեք։ Հիմա կոնկրետ ես գիտեմ Տիկին Սահակյանը, ես գիտեմ պարոն Օրբելյանը, առնվազն շաբաթը մեկ կամ ինչ-որ բարբերականություն դրանց նիստերի մասնակցում են։ Նույն պրոցեսը, նույն ներվերը, նույն ժամանակը, նույն էներգիան, եթե ոչ ավելի շատ, քան թե սովորական գործերից։ Որովհետև իրանք բոլոր տեղերը տեսնում են ինչ-որ հստակ մոտեցում։ Դատական իշխանության կողմից հստակ մոտեցում։ Որովհետև եկեք անկեղծ դեք։ Ես այդ հաց տվել եմ դատական արհեստական բանականությանը։ Նույն դեպքից պատասխանելը սա աբսուրդ է, ոնց չկա մեղադրյալ, չկա մեղադրական դատավորություն, բայց կա հայց եք արել։ Դե հիմա ոնց չասենք, որ սա այդ քաղաքական շոուի մասն է, որ դա արվելան նրա համար նաև, այսպես ասեմ ձեզ, ինչպես ես կանոնի ընդհանրեմ, որ հանկարծ տեղի նստածների մտքով չանցնի բարենության ժամկետ խնդրել, որ հետո ասեն, ոչ արդարացման հիմքով ընդեղ քաղաքայց են անում եւ այլն։ Դե հիմա եկեք անկես խոսանք, եթե խոսում եք խոսանք։ Էս է, մոտիվացիան է։ Հիմա ես, նայեք, հարգի դառնում, դուք պետք է համակերպեք այն մտքի հետ, որ առնվազն այս դատարանում, այս դահլիճում, այս պայմանությամբ երկու հոգեազգային ժողովի պատգամավորներ են, որոնք մեղադրական դատավերջին չունեն։ Այսինքն մենք մեղադրյալ չենք եւ անմեղության կամ խաբարկատից ելնելով ես առնվազն գոնե ինձ տեղակալում եմ որպես քաղաքական հանրային գործիչ, որը եկել է նաև ոչ միայն իր շահերը, այլ նաև հանրության շահերն է պաշտպանում, որպեսզի դատավարությունները նմանատիպ այլևս ապագայում չկրկնվեն։ Հիմա ես չգիտեմ պարոն Հովհանյանը նույն ձև է անկալում թե չէ, բայց առնվազն նորից եմ կրկնում, այստեղ երեք հանրային քաղաքական գործիչ է նստած, որոնց դուք չեք կարող ասեք նստեք եւ լսեք ոնց են ներդես բախում։ Դուք չի կարող լինի։ Իսկ ինչ է նշանակում դատել։ Հենց այդ նշանակում է ինչ նշանակում է կատարում։ Դատել միայն նշանակում է, որ ձեր պատկերացումը։ Տեսեք, դուք արդեն իմ ասածից Ինչ նշանակում դատել։ Դուք սկսում եք արդեն Ստեղ ձեզ դատել։ Ինչ է նշանակում։ նշանակում է այն, ինչը տեղի անեն։ Արտադրություն իրականացնել։ Ոչ, սա արդարադատություն չի։ Սա դեռ արդարադատություն չի։ Արդարադատություն Պարոն քիչ առաջ վերադառնանք դատարանի կողմից հնչեցրած հայտարարությանը, եթե որևէ փուլում գտնեք, որ դատարանը չի իրականացնում արտադրություն, դրա համար առկա է Դուք գործողություն։ Այս լիազորությունները կամ այդ իրանքները 7 տարվա ընթացքում ես շատ լավ սովորել եմ։ Եթե դաժե անգամ ես էլ չմոռանամ իմ հաստատաներից հիշացնեն։ Այսինքն այդ իմաստով ամբողջ եք։ Ես հիմա հնչեցնում եմ իմ որպես այս գործով արդեն 7 տարի տարապանքի փորձ ունեցող, այսպես ասենք, անձնավորություն։ Ես չկամ հասկանամ։ Հիմա դուք նաև նայեք, ես համոզված եմ, որ դա ինչ որ հիմա հնչեցրեցիք, այդ շրջաբերական, դա քաղաքական մոտիվացիա է։ Բացառապես այս գործով պայմանավորված։ Ու շատ հետաքրքիր է, ես չգիտեի դրա մասին, որ փաստորեն դա հնչեցրել է ազգային ժողովում համապատասխան մարտի 1-ի լսումների այսպես կոչված Գեորգյան, օրենքները ձեր աշխատանքի վայրում են ընդունվում։ Հիմա իջեցեք օրենք աշխատանքները վայրում են փաստորեն։ Գեորգյան, դուք օրենքները ընդունում եք, մենք իրավունք ենք։ Փաստորեն ընդունում եք, որ մենք աշխատանքները վայրում ենք, հարգելի դատա։ Ձեզանից կախված ամեն ինչ արեք չընդունվի որևէ օրենք ձեր։ Մի բան է, հարգելի դատա։ Օրենքները ընդունում եք հասկանում կամ ճիշտ եմ ընկալում, դա հավետորական հարց է, երբեք ինչ-որ։ Բայց եթե անգամ այդ օրենքը ընդունվի, ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը չի կարող հետադարձություն ունենալ։ Պարոն Գեորգյան, անգամ ժամանակակցությունը չգիտենք երբ պետք է, պարոն Քրյանը հայտարարեց 2026 թվականը, անգամ դա ընդամենը 270.1 հոդված լրացնելու վերաբերյալ ի թիվս այլնի։ Նաև դուրս է գալու Պահեստային դատավոր հասկացությունը։ Նաև այլ կարգավորումներ կան, չծանոթանանք դատական նիստը, պայմանական այս նիստին վերաբերելի է ու եւ մնացած նիստերի կոնկրետ որ հստակ ժամկետներ են սահմանվել։ Հիմա այս ժամկետները կլինեն 1 տարի, եւս 3 տարի, պատճառաբանված մի տարով երկարացնել, թե կդառնա 10 տարի, թե կդիտարկվի պայմանական
ամենայն հարգանքով ընդունողների, գրողների նկատմամբ աբսուրդ եւ չի ընդունվի։ Դա հետագայի քննարկելու հարց է, բայց մենք ունենք մի իրավիճակ, որ կա նախագիծ, գործողեր կա ողջամիտ ջանքերներ։ Այս պահին մենք գործում ենք ողջամիտ ջանքերների տրամաբանությամբ։ Երբ այս օրենքը ընդունվի, մենք այդ պայմաններում շաբաթը մեկ դատական նիստը արդեն երևի դուք կխնդրեք մեկ դատական նիստ նշանակեք, բայց դատարան չի տեղավորվի մեկ դատական նիստ նշանակել, որտեղ պետք է սերմ ժամկետում, եթե քննությունը շարունակվի, պետք է ավարտվի։ Դուք ասում եք, պարոն Գևորգյան, մենք քաղաքական գործիչ ենք, մենք այստեղ պետք է չգտնվենք եւ այլն եւ այլն։ Ես այդ չեմ ասել։ Դուք ունեք դատավորական կարգավիճակ։ Անձամբ դուք այլ մեղադրանքով ևս։ Դուք ունեք պարտականություն յուրաքանչյուր անգամ այնքան գալ դատական նիստերի, մինչև որևէ փուլում դատարանը կավարտի այդ գործի քննությունը։ Այս կամարի որոշումն է կայացնում։